Հիմա այս մթնոլորտում մենք գնում ենք դեպի հունիսի 7, հա։ Արդեն այն ինչ տեղի է ունենում, եթե անվանենք նախընտրական դիսկուրս մեծ դժվարությամբ, հա, առայժմ անհասկանալի է ինչ է տեղի ունենում, ինչ տպավորություն է թողնում։ Շատ վատ, շատ անհուսալի, անեծքների տարապ, իրականությունից կտրված, ծրագրեր չկան, մրցող ինչ-որ ռազմավարություն, նույնիսկ մարտավարություն կարճաժամկետ չկա, ամեն ինչը այս շուրջը սա է, դու թրքասեր ես, դու ռսաս տրուկ ես, ինչ-որ նոր այսպես իզմեր են մտածելու, շատ ցավալի է եւ ես չգիտեմ Իլհամ Ալիևը ինչ է այնտեղ մտածում, կասկածում եմ Վլադիմիր Պուտինի հետ, եթե Թրիփի հետ կապված խնդիրներ լինեն, իրեն կարող է Երակոմ համաձայնությանը նորից ցանկանան վերադառնալ, Հայաստանը դուրս չի եկել այդ համաձայնագրից պաշտոնապես, ինչու չի դուրս եկել, գուցե Նիկոլ Փաշինյանը դա էլ է մտածել, ինչու է նա խոսում պատերազմի հավանականության մասին, իհարկե կապում է իր ընտրվելու հետ, բայց կարծում դա միայն իր ընտրվելու հետ չի կապված, որովհետև Ալիևը կստորագրեր խաղաղության պայմանագիրի հետ դեռ 2 տարի առաջ երբ նա ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանը ժամանակ է ձգում հասկանալու համար ինչ զարգացումներ կլինեն տարածաշրջանում։ Այսինքն քաղաքացիական պայմանագրի ընտրվել, չընտրվելը պատերազմական ռիսկի հետ է ուղիղ կապվում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն է խաղաղությունը, այսպես անձնավորված, ՔՊ-ն, Թրիփը եւ մնացած բոլոր ուժերը, դե կարծում խոսքը ընդդիմադիր շատ։ Հասկանալի է, խաղաքարտը դա է այս ընտրությունը։ Բայց նույնիսկ եթե դա չի դիմամ քննադատության, չլիներ այս ընդդիմությունը, այս հարցերը բարձրաձայնում են կրկին, արդյոք Իրանը ինչ դիրքորոշում կունենա, արդյոք չի հարվածի ինչպես Պարսից ծոցի երկրներին։ Ես կողմնակից եմ իհարկե Թրիփին եւ օգոստոսյան համաձայնագրերին, իմ տեսակետը հայտնի է։ ԱՄՆ-ն արդյոք Դոնալդ Թրամփը գնալու է Պուտինի դեմ տարածաշրջանում, որովհետեւ երկաթուղին կրկնեմ պատկանում է Ռուսաստանին, Հայաստանի Հանրապետության ղեկավարը նշել է, որ կան երկրներ, որ չեն ցանկանում որ Հայաստանը անցնի ճանապարհները, եթե ռուսական երկաթուղին է վերահսկելու։ Ռուսաստանը չի համաձայնվում, պարզ է այդ թեմայից չեն խոսում։ Այսինքն այստեղ ոչ թե ես Նիկոլ Փաշինյանին ուղղակի քննադատում եմ, նույնիսկ եթե ինքը ընտրվելու է, միշտ ասում եմ, հետո process-ները հունիսից հետո են տեղի ունենալու, ոչ թե մինչև հունիս։ Հիմա պատերազմական ռիսկը դա իրականության հետ առնչություն ունի թե ոչ։ Ես պատերազմ չեմ կանխատեսում լայնածավալ, դա SVO, այո, SVO ռուսերը, ինչ որ բլիցկրիգ, որպեսի Հայաստանը դիմի վատագույն սցենարն եմ ասում Ռուսաստանին, ինչու Փաշինյանը չի դուրս եկել նոյեմբերի 9-ի համաձայնագրից, հիշում եք, ասում էին դա խաղաղության միակ հաստատուղթն է, եթե մենք դուրս գանք, դա կնշանակի դուրս են գալիս խաղաղության process-ից մինչև օգոստոսի 8-ը։ Հիմա եթե այո, հիմա եթե օգոստոսի 8-ը հետաձգվում է, չգիտենք, Թրամփը ընտրվում է, չի ընտրվում, նկատի ունեմ միջազգային ընտրություններում, կորցնում է կոնգրեսը, թե միայն ներկայացուցիչների պալատը, դատական process է սկսում, թե ոչ, Էփշտեյն եւ այլն խորանանք ներքի սցենարներ, վատ տարբերակներն եմ նայում, լավագույնը, որ Իրանում ռեժիմ փոխվի եւ այլն, հիմա վատ սցենարն ենք նայում, արդյոք Հայաստանը դիմելու է դեպքում Ռուսաստանին այլ տարբերակ չունի, եթե ինքը իր ուժերով չկարողանա Ադրբեջանի դեմ պատերազմել, եթե Թուրքիան չօգնի էլի Ադրբեջանին ինչպես 20 թվականին, ուրեմն վատագույն սցենարը դա է, ոչ թե երկարաժամկետ, որովհետեւ աշխարհը չի ընդունի դա, այլ ինչ որ այսպես բլիցկրիգ։ Արդյոք հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ դուրս կգան մարդիկ փողոցի, դա վատագույն սցենարն է նաև ինչ առումով, այլընտրանք դեռ չի ձևավորվել։ Եվ չկա այսպես լիդեր, որ ասես Փաշինյանը չի նայ, այսպես խմբավորումներ են առանձին ընդդիմությունն էլ իր մեջ է բաժանված եւ դա շատ վատ կլինի Հայաստանի համար ունենալ այսպիսի իրավիճակ, ուրեմն Ադրբեջանի հետ եւ ներսում չունենալ կոնսոլիդացիա։ Ситуация на Кавказе, она, конечно же, будет прямо зависеть от того, каков будет дальнейший ход военных действий, и в частности в северных и северо-западных провинциях Ирана. Как будет развиваться ситуация там, в том числе с точки зрения различного рода этнополитических конфликтов и этноконфессиональных движений. Потому что ни для кого не секрет, что одна из целей, вот то, о чем мы говорили выше, выбивание правящей верхушки Ирана, руководство КСИРа, руководство Басиджей, это провоцирование различного рода внутренних движений,
собственно говоря, в Израиле, в Вашингтоне это особо не скрывают, в том, что они рассчитывают на дестабилизацию внутреннюю в Исламской Республике Иран, ну, которая может иметь самые серьезные последствия, в том числе и для непосредственных соседей этой страны, и для России, кстати говоря, тоже. Սահմանադրության փոփոխությունը ես հասկացա, որ ադրբեջանական պահանջ է ձեր դիտարկում։ Այո, իսկ վաղուց Այդ պահանջի կատարումը, լավ, համարենք այդպես, պահանջի կատարումը փակում է հարցը։ Փակում է կնճիռը հայ-ադրբեջանական։ Չի փակում, որովհետև կգա ցանկացած հաջորդ իշխանություն ու կփոխի սահմանադրությունը, ինչ։ Էլի այո, այսինքն Ալիևը այդ առումով իրեն կներեք դրել է հիմարի տեղ ու փորձում է տպավորություն ստեղծել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը բացարձակապես պայմանավորված է Հայաստանի սահմանադրությամբ։ Եղբայր Նիկոլին պարտադրում եք, հիմա Նիկոլը կգնա այդ սահմանադրական փոփոխությունների, ենթադրենք, կփոխի, որ Նիկոլը հավերժ չի, կգա մի հատ հաջորդ իշխանություն, կունենա քաղաքական կամ կվերականգնի նույն սահմանադրությունը։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ այդ տեքստի հանելը, մտցնելը, պահպանելը չի լուծելու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը։ Այստեղ արդար լուծում է պետք, պարոն Մնացականյան։ Հիմա կոնկրետ այս կոնֆլիկտի արդյունքում Ադրբեջանին հասել է ամեն ինչ, հայ ժողովրդին ոչինչ։ Մենք պետք է հասկանանք, կամ պետք է համակերպվենք այդ իրավիճակի հետ, կամ հաջորդ սերունդները Մեզ չեմ ասում մտածեն ռևանշի մասին, բայց ի վերջո մի բան հասկանանք։ Ադրբեջանում 94 թվականին մտածում էին այնպես, ոնց որ հիմա մտածում են, չգիտեմ, որոշ սեգմենտներ, բայց իրանց մեջ աճեց մի սերունդ, որ իր առաջ քաղաքական կամք դրեց, փոխեց իր երկրի զարգացման ուղղությունը, փոխեց իր երկրի քաղաքական, ռազմական հաշվեկշիռը, ի վնաս Հայաստանի, աշխատեցին, հասան իրենց նպատակին։ Հիմա այս փուլում մեզ պարտադրվում է հանուն սեփական իշխանության վերարտադրման փակել հնարավոր ու անհնար բոլոր սողանցները հետագայում ուժեղ մրցունակ ներուժ ունեցող պետության ձևավորման։ Ուժեղ Հայաստանը, կենսունակ, ես այլ ենթատեքստ չեմ տեսնում, իսկապես մրցունակ, կենսունակ Հայաստանը կարող է փոխել իր քաղաքական նպատակները։ Եվ դա ցանկացած պետությանը բնորոշ վարքագիծ է։ Себе выкопал. О. Да, победить в сухопутной операции будет трудно. Если сухопутная операция будет не по захвату острова с центром нефтяной переработки, а по захвату самого Ирана, то ее вообще провести не удастся. Ну, то есть Америке может населения не хватить на такую войну. Вот. Там человек не самый глупый на земле, он понимает, что ситуация сложная. Прямой объявить, что не получается, он не может, нельзя, у него выборы, у него то, сё и пятое, и десятое. Поэтому он хочет уйти с высоко поднятой головой с заявлением, что он победил, как он делал и раньше. Но тут он не смог договориться с Ираном хотя бы на тех основаниях, что Иран не будет этому противоречить. Что он выскажет свою точку зрения, я имею в виду Вашингтон, и уйдет. Ну, как в Афганистане. Да? А все должны думать, что Америка победила. А иранцы взяли и не стали играть в эту игру. Сказали, что мы никаких переговоров не вели, никаких договоренностей не достигали. Их тоже можно понять, если нынешний лидер Ирана скажет, что он договорился с американцами. Боюсь, что его не поймет собственная страна. Այդ կապերը դրա համար են, որովհետեւ զգուշացումները եղել են Իրանի կողմից, որովհետեւ հետ կայնացնեն Ադրբեջանի ռազմավարությունը նման վտանգավոր սցենարից եւ խոհեմիթուն խորմություն հայտնեն։ Հասկանալի է։ Թուրքիայի հրթիռային հարվածներն են այդ նույն շղթայում։ Նույնպես Թուրքիային Իրանը ասել է, որ մեր կողմից չի եղել եւ նաեւ Թուրքիայի դիրքորոշումը այդ պատերազմի մեջ ինքը Թուրքիայի մեծ մերձագից է դարաշրջանում Իրանին, մերձավոր արևելքից մինչեւ Միջին Ասիա, մինչեւ Հարավային Կովկաս, բայց այդ փուլում զերնեդու չի, որովհետեւ Թուրքիային, որ Իրանը թույլանա, որովհետեւ
Իրանի թույլատնում է Գեբերի Թուրքիայի թույլատնում է, որովհետև մյուս Իրանից հետո մյուս հերթը Թուրքիան կլինի եւ Իսրայելը ուզում է տարածաշրջանում միանակ հեգեմոն լինի եւ բոլոր մեծ երկրները եւ ուժեղ երկրները կփորձի թույլատնել դրա համար։ Իդեպ Да, конечно. Свержение власти в Иране, получение контроля над Ормузским проливом со стороны Штатов, ублажение союзников Соединенных Штатов в Саудовской Аравии, в Израиле, которые относятся к Ирану как к своему главному противнику и врагу. Ну, в общем, там много целей, но они никакого общего контекста с иранской ядерной программой не имеют. У Ирана нет ядерной программы военной, поэтому, и об этом, кстати, говорит и МАГАТЭ, несмотря на то, что это продажная и проституированная организация, она все равно говорит о том, что у Ирана не было военной ядерной программы. Собственно, причина нападения, она совсем иная, чем озвучена. Ադրբեջանական դիրքորոշման վրա Թուրքիայի ազդեցությունը պահպանվում։ Եթե կա այնպիսի պահ, երբ պետք է Ադրբեջան արդեն բաց խաղակարգերով պահպանվում է եւ կարծում եմ դա նաեւ պահպանվում է որոշ չափով նվազեցնելու կամ որոշ չափով կոնտրոլի տակ պահելու Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունների այն, ասենք, ձևաչափը, որ կար, որովհետեւ մենք նաեւ տեսնում ենք, որ Թուրքիան որոշ չափով նաեւ սկսում է ընկալվել Իսրայելը որպես ոչ պակաս, եթե ոչ հակառակորդ, այլ տարածաշրջանային խնդիր, մյուս կողմից նաեւ Թուրքիայում եւս բավականին հակաիզրայելական խորը, ասենք, միտումներ կան եւ դա այն խնդիրներից մեկն է, որ այո կան որոշ տարաձայնություններ Բաքվի եւ Անկարայի միջև, չնայած որ դրա հետ մեկտեղ նաեւ այդ խնդիրների ընթացքում բազմաթիվ անգամ նաեւ Ադրբեջանը փորձել է որոշ չափով ինչ որ միջնորդի դեր խաղալ Թուրքիայի եւ Իսրայելի միջև, օգտագործելով իր հատուկ կապերը երկու դերակատարների հետ։ Եվ ավարտենք։ Իրանական պատերազմի ո՞ր ելքը նախընտրելի կլինի Հայաստանի համար։ Հայաստանի համար նախընտրելի կլինի այն ելքը, որ գոնե տեսանելի քաղաքական, ասենք, հեռանկարում Ղարաբաղի եւ տարածաշրջանային որոշ չափով կայունությունը եւ ապահովի նաեւ Հայաստանի հետ կապված ենթակառուցվածքային որոշ ծրագրերի անվտանգ իրագործումը կամ զարգացումը եւ դրա հետ մեկտեղ նաեւ որևէ ձևով չներքաշի Հայաստանին եւ տարածաշրջանին այս ոչ արդեն ռեգիոնալ, այլ գլոբալ մակարդակի հակամարտության մեջ։ Իսկ դրա պարամետրները պարզը կախված կլինեն, թե ինչ ռազմաքաղաքական եւ ռազմավարական ընթացք կստանա այս պատերազմը։ В стадии практически сейчас ничто не мешает этот конфликт завершить. И я надеюсь, и у иранской стороны, и у американской стороны все-таки хватит, ну, нельзя даже сказать мозгов, хватит нервов, хватит воли договориться, да? И даже вот какие-то такие тревожные заявления, да, я, так сказать, ну, концентрация войск, неоднократные сливы на наземные операции, потому что очень много вот этих сливов, да, о том, что готовится захватить остров. Но обычно, если такое планируется, и везде, естественно, ссылка на источники. Обычно, когда такого рода операции планируются, таких утечек стараются не допускать. Наоборот, в медийном поле появляется все, что угодно, но кроме указания каких-то конкретных целей, которые действительно рассматриваются приоритетно. Таким образом, даже вот эту концентрацию войск и слухи о каком-то подобной сухопутной операции я рассматриваю как своего рода давление, усиление переговорных позиций Соединенных Штатов Америки. Да, когда, так сказать... Какой исход войны все-таки устроит Еревану и Баку? Исход войны, ну, прежде всего,
и самое главное, это что устроит и Ереван, и Баку, это то, что Иран сохранится как независимое и стабильное государство. То есть вот это пространство, которое прилегает к Южному Кавказу, оно не превратится в зону анархии и хаоса. В действующих границах. Так что это самый лучший вариант для соседних государств. Вот если же там процессы пойдут по пути дезинтеграции, то тогда для Армении и для Азербайджана появятся новые вызовы и угрозы. Действительно, я согласен с коллегой, что гораздо удобнее и эффективнее было бы отвечать на эти угрозы совместными усилиями Азербайджана и Армении. Здесь действительно появляются общие интересы у государств. Может быть, это действительно подтолкнет мирный процесс, и он будет развиваться более активно. Хотелось бы на это надеяться. Я думаю, что самым лучшим завершением конфликта конкретно для Армении и Азербайджана в свете всех последних процессов, которые происходят в нашем регионе, 8 августа и так далее, было бы, если бы Иран начал играть на стороне Соединенных Штатов в глобальном противостоянии между Соединенными Штатами и Китаем, потому что в этом случае мы бы имели в нашем регионе еще одно государство, которая не проблема, а наоборот дружественная страна, которая играет по тем же правилам, по каким правилам, кажется, начали играть последние полгода, наверное, Армения и Азербайджан.